բայց երևույթային։ Սա էր։ Գործի համատեքստին անդրադառնալով 168 ժամ Զարհի Դիլանյան, որ բանախոսը որ կցանկանա թող արձագանքի, պարոն Վարդևանյան դեռ հունիսին, երբ մեկնարկում էր այս process-ը, որը անվանում եք քաղաքական, ռուս վերլուծաբան քաղաքագետ Արեշևը հայտնի աղմկահարույց մի հոդված է հրապարակել, որ այս ձեր մատնանշած process-ը բացառապես արհեստական առիթ է, որպեսզի Հայաստանի իշխանությունները ազգայնացնելու անվան տակ հեծը ուղղակի փոխանցեն թուրքերին ու այդ ռեյդերական արշավի քողարկումը դելու է ունենում Հայաստանի Զարաքելական եկեղեցու առնչությամբ եւ Սամվել Կարապետյանի այս եւ այլ գործունեության առնչությամբ տարբեր process-ներով ավելին Արեշևը ասել էր, որ ըստ արկադեղեցությունների խոսքը Գազանչի հոլդինգի կազմի մեջ մտնող Աքսա Էներգի ընկերության մասին է, որի սեփականատերը Ջեմալ Գազանչին է եւ նա է հետաքրքրված Հայաստանի էլեկտրական ցանցերը գնելու հարցում, հաշվի առնելով, որ հիմա զուգահեռաբար, այս ոնց որ ասած գլուխ է բերում process, որ հավանական ավարտ կունենա այն է լիցենզիայից զրկելը էլեկտրական ցանցերի, ամենայն դեպս նման կասկածներ ունեն իշխանությունները, ասում են այո, հավանական է, որ կզրկվի, հնարավոր համարում եք, որ այս process-ի ավարտից հետո Կարապետյանը ի վերջո հայտնվի ազատության մեջ, այսինքն եթե հասնեն, այսպես ասած, նպատակին, ու Կարապետյանն ազատ արձակվի, շնորհակալություն։ Եկեք սկզբից մի հանգամանք նշեմ, գործընկերներս ըստ անհրաժեշտության կշարունակեն։ Կարծում եմ միջազգային փորձի ուսումնասիրման պայմաններում հնարավոր է հստակ արձանագրել, որ Սամվել Կարապետյանը միջազգային համբավ ճանաչում ունեցող գործարարներից միակն է, որի վերաբերյալ նույն օրը, իսկ այս դեպքում 25 թվականի նոյեմբերի 17-ին, միաժամանակ քննության է առնվելու իր անձնական ազատության իրավունքի, հերթական ապօրինության պահպանման, թե ի վերջո դադարեցման հարցը, եւ միաժամանակ նույն օրը իր սեփականության իրավունքի վերաբերյալ հարցը։ Պատկերացնում եք նույն նոյեմբերի 17-ին, նույն ժամին 10:00-ին մի կողմից հակակոռուպցիոն դատարան, մյուս կողմից հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Դուք սենց դեպք լսել եք գործընկերներ։ Սիմվոլիզմ է։ Նույն օրը, նույն ժամին երկու հիմնարար իրավունքների դեպ, եթե գնում ենք դեպի իրավունքի, պետության, տեսության ակունքներ, հիմնարար իրավունքները մեկը անձնական ազատությունն է, մյուսը սեփականության իրավունքը։ Իդեպ այս երկու իրավունքներ են, որ օրինակ ԱՄՆ-ում որևէ սպառնալիքի դեպքում կարողանում ես ընդհանուր մինչև մահ պատճառելով պաշտպանես։ ԱՄՆ-ի մշակույթը այդպիսին է, դրա համար նաև զենքի հետ կապված այդ աստիճան թույլատրելի է։ Նույն օրը, նույն ժամը։ Բայց մի կարևոր հանգամանք նշեմ, թե ինչ նպատակներ զուգահեռաբար ունեն օրվա իշխանությունները, որտեղ քաղաքական հետապնդումը իհարկե ճյուղավորումներ ունենում է։ Քաղաքական հետապնդումը իր մեջ ունի լատենտային բաղադրիչներ եւ իր մեջ ունի ակնհայտ բաղադրիչներ։ Բնական է։ Սամվել Կարապետյանին 2025 թվականի հունիսի 17-ից հետապնդում են մեր ձևով կմասնակցենք Մայր Աթոռի պաշտպանությանը նախադասության համար։ Սամվել Կարապետյանին հետապնդում են այն պայմաններում, որ հենց հունիսի 17-ին վերջինս գտնվում էր Երևանում իր հոր 40-ին հաջորդած օրվա դրությամբ։ Սա մարդասիրության, մարդկայնության, հայկական, հայավարի արժեքների տեսանկյունից է, սա դրա իսպար բացակայությունն է։ Նոյեմբերի 17-ին ինչ տեղի կունենա ՀՑԿՀ-ում, ինչ տեղի կունենա հակակոռուպցիոն դատարանում, կապրենք կտեսնենք։ Բայց ես հնարավորության սահմաններում, ինչքանով որ հասցրեցի, ՀՑԿՀ-ում տեղի ունեցող նիստի հետ կապված ակնհայտ է, չէ, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առնվազն 2 անդամ, այդ թվում հենց առաջինը նախագահը, բացարկման ենթակային։ 1. Երկրորդ, նիստի ընթացքում ակնհայտորեն ներկայացվեցին, որ վկայակոչած այդ խախտումներից 60-70%-ը, որ հունիս-հուլիս ամիսներին խոսում էին, չկա։ Պատկերացրեցիք։ Այսինքն այն ինչ ասում էին, այս խախտումների համար պետք է ժամանակավոր կառավարիչ նշանակվի,
Չկա։ Հենց իրենք, որ գրել էին այդ խախտումները, հիմա իրենք չեն գրում այդ խախտումները։ Դրա համար ով պետք է պատասխան տա։ Այդ նիստի ընթացքում իդեպ կարծես նույնիսկ հնչեց Դավիթ Ղազինյան մի քանի հարցադրում, մի քանի տվյալ հրապարակեց, ի պատասխան իր ասացի, պատկերացնում եք, կորպորատիվ, տնտեսական բնույթի լրջագույն հարց է քննարկվում։ Լիցենզիայի կասեցում զրկում համարժեք է սեփականա զրկման։ Այնտեղ կարծես ժամանակավոր կառավարիչը ասում է այդ իմ միտքը, որը ես նշել եմ, դա քաղաքական հայտարարություն եմ արել։ Կարող է մի 10,000, 20,000 թվերի մեջ սխալված լինի։ Ինչ կլինի հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 17-ին, կսպասենք կտեսնենք։ Տեսեք, ասացիք, որ Նիկոլ Փաշինյանի ստատուսները որոշակի առումով